Աստծո անսահման փառք, որ հայ ազգը 111 տարիներ բահեց եւ չոչնչացանք հագարակ սատանային թավերուն, թեգուզեր որ հայ ազգը շեղի իր սիրելի փրկին Տեր Հիսուս Քրիստոսի վրա ունեցած հավատքեն, փորձեց չնչել հայ ազգը եւ գործընծուցինք 1.5 միլիոն հայեր, սակայն այդ արյունաթաթախ վիճակներում մեջ հայ ազգը հաստատ մնաց իր հավատքին մեջ, Քրիստոս Աստծո հավատքը բահեց, որբեսի ապրենք ու վկայենք քրիստոնեության հավատքը, Քրիստոսի սերը, դված փրկությունը եւ սփռենք Հիսուսի անուշ հյուրը, այն շրջանակներում մեջ, ուր զետեղած է մեզ ամեն մեկը, որբեսի մեր հաջորդ սերունդներն գիտակից դառնան այն մեծ քինը, որ մեր նախնիկները վճարեցին իրենց կյանքով։ Այսօր համար հոդնգայս պիտի երգենք 151-րդ երգը, մեր հարց հավատքը Գաբրիթ էր։ Sabbat Gabrit Pandisuri Uri Hante Morkanga Peregrin Mercerder Yerka Hisheng Saisan Vere Mer Hart Sabbat Tu Tohung kesavidyan mer harpandin met shchtayvat serdovari ichtovazat yerpedeving menknun shavgat Vortig menkarazan mer hatsavat tu genacha bichetovun kesminchima ois mai karin mech bitsire Փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 19 հայ նահատակած օր հավատքի հաղթությունը արդ հավատքը հուսացված բաներուն հաստատությունը ու չերևցած բաներուն ապացույցն է Հավատքով ենովք եգրե փոխադրվեցավ, որբեսի մահ չդեսնե, ու դեղմը չեր գտնվեր, վասնզի Աստված փոխադրեց զանիգա։ Հավատքով նոր պատգամարներով աստուծեն, և չերեցած մաներուն համար, վախնալով բավանաշինես իր գունը բրգերուն համար։
Հավատքով երբ Աբրահամ գանչվեցավ, մտի գրավ այնտեղը ելնելու եւ քնած ու չեր գիտեր թե ուր գերթա։ Եվ ավելի մեծ հարստություն սեբեց Քրիստոսի նախադինքը, քան թե Եգիպտոսի կանցերը, վասնզի թիդելով գսպասեր վարձքի հադուցումին։ Եվ ալ ինչս եմ, վասնզի ժամանակը բավական չէ, որ պատմեմ Քեթիոնի ու Փարագի և Սամսոնի ու Հեպտայեի և Դավիթի ու Սամուելի և ուրիշ մարգարեներուն համար։ Գիներ իրենց մերելները ընդունեցին հարություն արած, ոմանք չարչարվեցան և չընդունեցին ազատությունը, որբեսի լավագույն հարության հասնին, ուրիշներալ նախադինքներու, ձեձերու, նաև գաբերու ու փանդերու փորձը արին։ Ուրեմն ով պիտի զադե մեզ Քրիստոսի սերեն, դարաբանքը, կամ նեղությունը, կամ հալածանքը, կամ սովը, կամ մերգությունը, կամ վտանգը, կամ սուրը, ինչպես գրված է, ամեն օր քեզի համար կսպանվենք, մորթվելու ոչխարի պես կսեպվենք, հապա այս ամեն բաներուն մեջ ալ ավելի հաղթող գլանք անով, որ մեզ սիրեց։ Դերը օրդներ խոսքեն ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աղոտքով դերոջ կաղում մոդեցն է։ Մեր բաշտելի երկնավոր հայրը, որքայն պարկ ուդան քեզի, որ այս արավոտ դարձյալ ներգայության մեջ կգտնվինք, այս մեջ շնորհքը մեզի դվիր եւ այս արիթը, ուր հավաքված ենք մեր բոլոր սրտով քեզ բաշտելու, երկրբակելու եւ մեր սրտին քո ունակությունը հայտնելու։ Շնորհակալ ենք ով դեր այն մեծ եւ սքանչելի գործերուն համար, որոնք գադարած ես անցյալին եւ այսօրան եւ ապակայնալ, որովհետեւ թուն ամենագարող եւ ամենակետ ըլլալով, ամեն բանի վրա դիրող ըլլալով, գրնաստեր բոլոր բաները բարի կորձագից դարձնել քու զավակներուդ համար, որոնք քեզ գսիրեն ճշմարտաբես, որոնք որոշած են քեզ հետ քալել, քեզի համար ապրիլ։ Այո, ով դեր փառք կուտանք այս հավատքի կյանքին համար, որում մեջ կքալենք, գաղութենք, որ օրեօր զորացնես մեր հավատքը, ամբրաբնթես քու խոսքիդ հիման վրա եւ դեր առողջ հավատ ունենալով առողջ կյանքեր ապրելով քեզի փառք բերենք։ Շնորհակալ ենք ով դեր, որ նաև թուն հաղթող Աստված ես, նաև քու զավակներուդ միջոցով ալ քու հաղթությունները դարած ես անցյալին եւ այսօրալ։ Այո դեր թուն ամեն բանի կարող ես եւ դեր գիտենք, որ մեր զորությունը մեզ մեջ է, հապա քեզ մեջ է։ Մենք հողենք դգար արարածներ, թերություններով լեցուն, բայց դեր նաև քու սիրույթ կվստահենք, քու շնորհքիդ կվստահենք, բայես մեզ քու շնորհքիդ մեջ։ Նաև դեր գաղութենք եւ գխնդրենք, որ
մեր մտքերը օրեր լուսավորես, որպես այս գարջ կյանքը, որում մեջ գաբրինք, իմանանք քու գամքդ եւ դեր այդ գամքիդ մեջ մնալով բդղապեր կյանքեր ապրինք եւ մեր շուրջը գտնվող ժողովուրդներունալ բարի ավետարանի բարի լուրը դարածենք գխնդրենք ով դեր նաեւ որ այս պաշտամունքը սկիզբեն մինչև վերջ օրհնես եւ լա որով դեր խոսքդ դեղ գտնե մեր սրտերու մեջ խոսքդ ամուր բռնենք որ է ճշմարտություն որովհետև դեր այնադեն աբահով պիտի մնանք փառք ուտանք որ նաև մեզ որպես ժողովուրդ ասկովի բահածես այո դեր մեր անցյալը դխուր անցյալներ ունեցած ենք Տշտամին ուզած է մեզ փնաչին չնել բայց դեր քու շնորհքդ քու հրաշներդ ցույց տվիր ուստի օգնե մեզի որ ազգովինալ քեզի մոդելանք մեր սիրտը քեզի մոդելա միայն շրտներով բաշխող ժողովուրդ չլանք հաբադեր բոլոր սրտով խոսքիդ գարչինք եւ դեր քու գամքիդ մեջ մնալով այսպեսով քու հրաշները դալ գադարես մեր ժողովրդի մեջ եւ միջոցով հիշե մեր բոլոր հիվանդները դեր անոնք որոնք մեր մեջ են անոնք որոնք բացակայ են գխնդրենք դեր բոլորին դու բժշկես եւ դեր հիշե այն երկիրները ուր խռովություններ կան բادرազմեր կան ամեն բան քու ցերկերու կանցնենք դեր գխնդրենք նաեւ մեր հայրենիքին համար ողորմիս կթաս մեր ժողովրդին եւ մեր դեր բոլոր ղեկավարներուն իմաստությամբ օժդես որբեսի խաղաղ ապրելով քու խոսքը դարածենք եւ շատ հոգիներ քու բարախտ դառնան այս ամենը մեր փրկին Հիսուսի անունով գխնդրենք փառքիդ համար ամեն ամեն Բիդերքենք 290-րդ երգը Հաղթելով հիմա ու հավիդյան Գարշավե արքան հզոր Հաղթելով հիմա ու հավիդյան Գարշավե արքան հզոր Գարաչնորդ է մեծ կաչկունտման Թեպի բادرազմ այսօր Դեսինչաներ գյու գարշավեն Համասեսներով շողում Գելեսենք անոնց պերանեն Մեծ առաջնորդին անուն Բادرազմ չէ զորավորին Ոչ ալ ջամփան վազողին Այլ հավատարիմ եղոներ Բիթաղթեն շնորհքով փրկին Հաղթելով հիմա ու հավիդյան Ով է արքաս անհզոր Որոնք են զորքեր իր հաղթադան Որ գկովեն պարտնանոր Դեր ու պրգիչ է իրանուն Թակավոր երկնի երկրի Զորքեր մոլասներ շողշողուն Որ իր կոպայլին բիդի Բادرազմ չէ զորավորին Ոչ ալ ջամփան վազողին Այլ հավատարիմ եղողներ Բիթաղթեն շնորհքով փրկին Հաղթելով հիմա ու հավիդյան Իշխանած իշխան Հիսուս Քահեր ու թակեր բիդինան Դիրոներ ողբանան հույս Այս կուզորքերներ հաղթագան Օթևաններ ուտ մեջ վեր
այլեն հանգիստ հավիդյան, Եվ որ պերջանան գրիվներ, բադերան չէ զորավորին, ոչ ալ ճամփան բազողին, այլ հավատարիմ եղողներ, բիթաղտե շնորհքով փրկին։ Փառք որ այդ զորավոր ասկը, որ փորձեց մեզ ոչնչացնել, սակայն մեր բահաբանդերը մեզ բահեց ամեն կերպով։ Մեր հաջորդ երգը բիդելա 482-րդ երգը, փոքր հոդ մի վախնար։ Փոքրոտ մի վախնար, թուզի խաչենքա, մահենալ կյանքի, անցավ դերդանմա, իշխանությունը երկնի ու երկրի, դրվեց ավանոր, դալու նաև քեզի լոքավադա հնար է ամեն ինչ լոքավադա հնար է ամեն ինչ լոքավադա փոքրոտ մի վախնար թուզի արջևետ հովիվդ կերթա ընդրել շավիղներ մարայի ճուրը բիդի անուշնա թարնությունն բեց քեցեմանի մեջնա լոքավադա հնար է ամեն ինչ լոքավադա հնար է ամեն ինչ լոքավադա փոքրոտ մի վախնար դու ինչ որ ալլա գմտնե կոծված թռներ են ներսնա երբեք չթողուր չհեռանար կնավ մութի լույսի մեջ քովտես սիրով ամփավ լոքավադա հնար է ամեն ինչ լոքավադա հնար է ամեն ինչ լոքավադա Փառք այն մեծ հովիվին համար, որ մեր հայացքը բահեց և պիտի բահե մինչև հավիտենականություն, եթե երբեք անսանք իր խոսքին և գադարենք իր բոլոր պատվիրանքները։
Մեր վերջին երգը բիդելա 370-րդ երգը Հովվին ցայնը ինձ կհասնի անաբադեն մութ ամայի Seine inske hasni anabaden mutamai ganche molar ir vochgarbe vor parachen eratzatien perekners perekners hashtereners Perekners, molorialner artisusi Ով հոժարի օգնել հովին, որ գործվածներ շուտ կդնվին, մոլորյալներ ով դարձնե, որ պաշտպանվին դիրող ցուրդե Perekners, մեղած տաշտերեններս Perekners, մոլորյալներ արդիսուսի Ցայներն անոնց ահագանչեն Անաբադեն ու լերներեն Լսեք ու դեր ինչ կսեք ես Կնակդիր եկ ոչխարներս Perekners, մեղած տաշտերեններս Perekners, մեղորյալներն արդիսուսի Ամեն Մեր հայասկը հագարակ որ բայկարեցավ իր հավատքը բահելու ներգայիս ունինք շատ մահայեր որ դագավին աստուծմե հերու գաբրին և մեզ մե ամեն մեգում բարդագանությունն է սիրելներ որ ներս պերենք, հրավիրենք, վգայենք, խոսինք իրենց դերոջ առաջնորդելու համար Երկու օր առաջ ապրիլ 24-ներ մեր ժողովուրդը հիշադակեց հայոց տեղասպանությունը, որ կատարվեցավ, տեղի ունեցավ Օսմանյան գայսրության կողմէ։ 111 տարիներ անցան եւ այդ ժամանակաշրջանին անոնք որոշեցին ամենադաժան միջոցներով դեղահանել հայերը իրենց հողերեն։ Պատմությունը բոլորիս ծանոթ է, չարթեցին, գողոպտեցին, հափշտակեցին, որպեսզի մեզ արմադախիլ ընեն։ Ճիշտ է, չարթեցին, գողոպտեցին, սակայն ինչու չգրցան արմադախիլ ընել։ Պատասխանը որպես հավատացյալներ շատ լավ գիտենք, որովհետև երբ ժողովրդի հավատքը հիմնված է հարուցյալ Քրիստոսի վրա, կարելի չէ այդ ժողովուրդը բնաչինչ ըլլա։ Հայ ժողովուրդը հարուցյալի զորությունով հարություն արավ եւ շարունակեց գոյատևել, ապրեցավ գառուցելով ու աճելով եւ այսօր համար սրտանց փառք կուտանք, շարունակ փառք կուտանք։ Ապրիլ 24-ին գլխավոր հարցումը զոր մեջտեղ գուքա ուր է արդարությունը եւ այս հարցումին պատասխանը դժվարամարսելի է իսկ հոգեվոր դքիդության մեջ թաղված մարդիկ կսեն ուր է Աստված այդ ուղղությամբ չի խոսիմ
մեկ բան հստակ է, բոլորիս եւ պատմությունն այդ փաստած է, խապված է այն մարդը, որ այս աշխարհին դիրողներուն կամ դիրողներեն արդարություն գագնգալ է։ Անարդար մարդիկ արդարություն կործեն, գարելի չէ։ Շատ աղոթելու ենք և ասկովին ճշմարիտ աստվածաշնչության հետևելու ենք։ Ուղիղ սիրտով զայն բաշխենք ու ոչ թե շրթներով և ձուր սիրտով։ Ձոմաբաղությամբ աղոթելու ենք, որպեսզի ամենագարող և ամենակետ Աստված մեր առաջնորդներուն իմաստությամբ օժտե, որպեսզի անոնք շիտակ քայլեր առնեն։ Աղոթելու ենք ոչ թե Աստուծո ասելով թե ինչ պիտի ան, հապա խնդրել անգե, որպեսզի ինչ պետք է անենք մենք, և որպեսզի կարելի լա ջերմակ չարթերը և ինքնամաշում է հեռու մնալ։ Սիրենք Աստված, ուղիղ սիրտով անոր հետ քալենք։ Փարիսեցյաններուն չնմանինք, որոնք միայն անցյալով կբարձենային։ Մենք Մովսես ունենք, մենք Աբրահամ ունենք, մենք այս ունենք, մենք այդ ունենք, բայց սիրտերնին բաժնված էր Աստծուծմե։ Հարգենք Աստծո խոսքը, հարգենք, հնազանդենք Աստվածաշունչին և հետևենք ճշմարիտ հովիվին, որ մեր նյութնալ այս պիտի ըլլա, ճշմարիտ հովիվը։ Պիտի գարտամ 20-րդ Սաղմոսացը, այս Սաղմոսը ես և բոլոր անոնք, որոնք գիրակնորյա գաջախեին, կոց սորված էինք, պիտի խնդրեմ, որ ոտքի վրա գենանք և բոլորս միասին այս Սաղմոսացը ասենք, ետքը երկու համարներ ալ ես պիտի գարտամ, Հովանու ավետարանի 10-րդ գլուխեն։ Ուրեմն 20-րդ Սաղմոսը այսպես կսե. Միասնաբար. Դերը իմ հովիվս է, ես փանիմը գարոդություն պիտի չունենամ, զիս խոդավետ արոտներու մեջ կբարգեցնե, հանդար չուրերունքով ինձի գարաչնորդ է, հոգիս կնորոք է, Իրանվանը համար արդարության ջամփաներու մեջ գարաչնորդ է ինձի, թեև մահվան շուքի ծորի մեջ ալ բդդիմ, չարեն պիտի չվախնամ, վասնզի թուն ինձի հետ ես, քու ցուբդ ու քավազանդ անոնք զիս պիտի մխիթարեն, սեղան կպատրաստես իմ առջևս իմ թշնամիներուս դիմաց, իմ գլուխս յուղով գոծես, իմ բաժակս խիստ լեցուն է, հիրավի բարերարությունը ու ողորմությունը ինձի հետ պիտի կան կյանքիս բոլոր օրերում մեջ, ու շատ օրեր Տերոջը դունը պիտի բնակիմ։ Ամեն։ Գրնակ նստիր, մեր Տիրոջ խոսքերեն երկու համարներ պիտի գարտամ, Հովանու 10-ը, 11 և 14 համարները, որ Հիսուս կսե, ես եմ բարի հովիվը իր կյանքը ոչխարներուն համար գտնե։ Իսկ 14-րդ համարը կսե, ես եմ բարի հովիվը և գճանչնամ իմիններս ու գճանցվիմ իմիններս։ Հիշյալ Սաղմոսը, որ միասնապար գարտացինք, ամենագեղեցիկ Սաղմոսները մեկն է, որում մեջ խորում ճշմարտություններ կան։ Մեր ամենօրյա կյանքին հետ ընելիք ունի այս Սաղմոսացը, որ գարտացինք, որպես անձ անհատ, ընտանիք և որպես ժողովուրդ։ Մենք ամեն օր պետք ունենք Դավիթի նման ոչ միայն այս խոսքերը լսելու, արտասանելու, այլ խորհելու անոնց վրա։ Մինչ տակավին կշարունակենք մեր երկրավոր ճամփորդությունը, պետք է շարունակ հիշենք, թե մեկը ունենք, որ մեր կյանքը գոհովվե ու սեղան կպատրաստե մեր առջևը, և այսպես մեր կյանքը կջոխացնե։
ու մենք Քրիստոսի մեջ գադարյալ քոհացում եւ ուրախություն կգտնենք։ Թարերուն ընթացքին այս Սաղմոսը մեծ օրհնություն եւ մխիթարություն եղած են ու գլան փյուրավոր հավատացյալներուն։ Գասկած չունիմ, որ դեր զորի անաբադի մեջ բոլոր անոնք, որոնք ցկեցին իրենց դուները, այս Սաղմոսացը իրենց բերնի մեջ ձամոն եղած էր։ Անոնք, որոնք անշուշտ դերոջը վստահեցան, հավատացին, իրապես մեծ օրհնություն եւ մխիթարություն է։ Կփափակիմ այս Սաղմոսին խոսքերուն խորը թափանցել եւ դուրս բերել այն ճշմարտությունները, որոնցով մեր հոգիները պիտի սնուցանվին եւ մեր հավատքը պիտի հաստատվի այդ ճշմարտություններուն վրա։ Դերը իմ հովիվս է։ Սուրբ Գիրքի մեջ մեր դերը շատ անուններով ինքզին կներկայացնե, որոնց մեկն է հովիվ անունը, ինչպես որ գարտացինք իր օրդյալ շրտներեն ըսավ ես եմ բարի հովիվը։ Ինչպես գարտացինք հովիվը իր կյանքը ոչխարներուն համար գտնե։ Դերոջը դարբեր անուններով ներկայացվելու նպատակը անոր գործերը եւ հատկությունները ցույց տալու համար է։ Զոր օրինակ Հիսուս ինքզին կներկայացնե որպես գենաց հացը, այսինքն որպես կյանք տվող, անոր համար սավ անոր զիս ուդե կյանք գունենա հավիտենական։ Փարիսեցիները կայտաղեցան, ինչպես վլա մենք կումարմինըտ պիտուդենք, որպես գենաց հաց, կյանք տվող, հավատք ընձայելով անոր անցին, որ անոր մեջ կյանք կա, եւ երբ գնդունինք մեր սրդերուն մեջ, կյանքը ստացած կլանք մենքալ։ Նաեւ ինքսինք ներկայացուց ճուրը, գենաց ճուրը, ջամփան, խոսքը, թուրը եւ լույսը։ Ես եմ աշխարհի լույսը ըսավ մեր դերը։ Հին ուխտի տնտեսության մեջ Աստված կներկայացվի որպես վեմ, արև, վահան։ Գարշի անդրադառնալ, թե ով էր ան, որ գսե դերը իմ հովիվս է։ Ով էր ան, կամ ով գրնա ըսել այսպեսի խոսքերով արդահայտվել։ Ըսողը հոս Դավիթ դժվարություններ չուներ, նեղություններ չուներ, լեցում։ Մեզ ոչ մեկը իր նման նեղությունները անցած է։ Թերություններ, դգարություններ չուներ, ուներ։ Վտանգներ չէին սպառնար, անոր կյանքին անշուշտ բոլորն ալ ուներ, սակայն ուրիշ բան մնալ ուներ։ Աստուծո հոգին ուներ իր մեջ, որ զինքը ներշնչեց ըսելու դերը իմ հովիվս է։ Թութակային ցևով արդասանություն բչեր իր ռածը, ներշնչվեցավ եւ բոլոր սաղմոսները գրեց եւ մանավանդ այս սաղմոսած ինչպեսի շատերուն մեծ օրհնություն դարձած է։ Ոչ թե գարդասաներ, այլ փորձառությամբ կսե։ Մենգալ որպես հավատացյալ եւ որպես ժողովուրդ քրիստոնյա դերը մեր հովիվն է ըսելու ենք։ Ճշմարիտ հովիվը։ Ան մեզ չլքեր, չխափեր։ Բայց եթե մեր ցերկով փորձանքներ կբերենք մեր գլխուն, անի ուրիշ հարց է։ Բայց դերը հավատարիմ է։ Դավիթ շատ նեղություններ ուներ, դարաբանքներ, գրեց ամեն տեսակի դժվարություններ, բայց ուներ նաև Աստծո հոգին եւ փորձառությամբ գսե դերը իմ հովիվս է։ Ամեն բան առաջ այս խոսքերուն մեջ դերը իմ հովիվս է ըսելու մեջ կտեսնենք, որ ըսողը
ընդրությունը գադարած է, ընդրությունը։ Ամեն բանի առաջ, դերը իմ հովիվս է, իմ, դերը իմ հովիվս է, ոչ թե մեր հովիվն է, այո, բոլորիս հովիվն է, բայց գրնաս ասել, դերը իմ հովիվս է, իմ հովիվս է, այդ ասելու համար պետք է ընդրես ճշմարիտ հովիվը սրդիդ մեջ, որպես թագավոր, դեր և փրկիչ, այն ադեն գրնաս ասել իմ հովիվս է։ Դերը իմ հովիվս է կնշանակե անձնական գապ մգա անոր հետ։ Այո, գնդրենք, մեկը մեզ չստիպեր, ես կնդրեմ որպես հովիվ և գորոշեմ անոր ոչխարը թարնալ և անոր հետ անձնական գապ ունենամ։ Ավելի լավ է Քրիստոսի ոչխարը լալ, քան թե սատանային։ Անգեղծ լանք, մարդը այսպես կամ այնպես ոչխար մնե, անհավատն ալ ոչխար է։ Ավելի լավ է Քրիստոսի ոչխարը թարնալ, քան թե անտիքրիստոսին, սատանային։ Գամ սրբության, գամ մեղքին գեհետևի մարդը, որքան ճիշտ ընդրություն բրած է Դավիթ, գսե դերը իմ հովիվս է։ Մարդիկ հաջող սխալ ընդրություններ կգադարեն։ Ինչու, որովհետև իրեն չար ու խաբեբա սիրտեն գարաչնորդվին։ Ազատ են, Աստված չստիպեր։ Մեղքը կընտրես, ուրիշ հովիվ մը կընտրես, ազատ ես։ Աստված երբեք չստիպեր, որ զինք ընտրես։ Անոր համար չի խառնվիր, բայց քու օգուտիդ համար, քու երջանկությանդ համար, պետք է ճշմարիտ հովիվը ընտրես քու կյանքիդ մեջ։ Ինչպես ասի դերը իմ հովիվս է կնշանակե անձնական հարաբերությունը մշակված է իմ և հովիվիս միջև։ Անոր ցայնը գլսեմ, անոր համար Հովանու 10 գլխի մեջ կգարտանք իմ ոչխարներս իմ ցայնս գլսեմ։ Շատ ցայներ կան աշխարհի մեջ։ Գրնա զանազանել ամբողջ ճշմարիտ հովիվին հետևի։ Գրնա զանազանել ուրիշ ցայներեն, այնքան ցայներ կան աշխարհի մեջ, բայց ճշմարիտ հովիվին հետևող ոչխարը չի մոլորիր, չի շվարիր, գիտե, անոնք որոնք հովություն հրած են, ոչխարներ արածած են, գիտեն այս փորձառությունը, ոչխարները գլսեն հովիվին ցայնը և անոր ետևեն գերտան, եթե ուրիշ մը քյուղացի մկա և գանչեզ անոնք, ոչխարները չեն երթար, գրնաս ասել, դերը իմ հովիվս է, երանելի ես, ուրեմն դերը իմ հովիվս է, ընդրություն և հաղորդակցություն գենթատրե, անոր հետ գապ գենթատրե, հարաբերություն գենթատրե։ Դերը իմ հովիվս է կնշանակե թե ես անոր կվստահիմ, գադարյալ վստահություն ունիմ անոր, ինչու որ ան մարդ չէ, մարդու չեք վստահիր, դերը, անոր կվստահինք, ան ողջ է, ինչ մեծ և փառավոր գիտակցություն է այս մարդուն համար, որ եթե ունի ճշմարտապես փառավոր է այս գիտակցությունը։ Դերը ամենակարող է, դեր է, երկինք ու երկիր ստեղծող դերն է, իմ սեփականադերս է, ամենակետ, ամենուրեք, ամենակարող է, ամեն բան իր խոսքով բռնող դեր է, դիեզերքի սեփականադերն է, գրնանք անոր հենիլ, գրնանք անոր գրտնիլ, վստահիլ, մեր հոգիները անոր մեջ աբահով պիտի ըլլան, ինչ գեղեցիկ Սաղմոս մնայես, դերը իմ հովիվս է, մենք անոր սիրույն արարգան ենք,
Ան է մեր լույսը և հույսը։ Երբեմն թերություններու մեջ, դգարություններու մեջ գնգղբինք, երբեմն գհերանանք իր մե, բայց ան մեր հովիվն է, մեր հովիվն է, և պիտի մնա մեր հովիվը։ Այո, ան մեր հույսը և լույսն է։ Լույսը մեզ առաջնորդելու համար։ Եվ որքան գարիք ունի մարդը այս խավարի մեջ կգալե, լույսին պետք ունի, ճշմարիտ հովիվին պետք ունի։ Եվ փոխանակ անոր հետևելու, ուրիշ բաներու գեհետևի, առասպելներու հետևե գերտա, փուչ փիլիսոփայություններու գեհետևի։ Այո, լույսը մեզ առաջնորդելու։ Իսկ մարդուն աբակային համար միայն ճշմարիտ հովիվը Տեր Հիսուս Քրիստոս կրնա հույս ներշնչել։ Դերը իմ հովիվս է։ Այս գարջ խոսքերու մեջ ինչ խորում ճշմարտություններ կան։ Գրնասս էլ թունալ դերը իմ հովիվս է, գվստահիս անոր սիրույն, գհավադաս որ անոր բոլոր ծրագիրները բարի են քեզի համար, գհավադաս որ բոլոր բաները բարի գործագից կդարձնե քեզի համար, որ Աստված կսիրես։ Երանի այն մարդուն, որ ճշմարիտ հովիվը ընտրած է։ Տեր Հիսուս, այո, հույսի Աստված է, հարուցյալ Տեր, գրնանք հուսալ։ Երկրորդ ճշմարտությունը, որ կտեսնենք այս սաղմոսացի մեջ, փանիմը գարոդություն պիտի չունենամ, գսե Դավիթ։ Գնայիս իր բարական վիճակը, գնայիս գտիդես այս մարդը ինչ բաներու պետք ունի, ինք խոսքերը գլսես, փանիմը գարոդություն չունիմ։ Ինչպես կլայս, երևի Աբրահամի նման գտիդեր վերը, ուր որ իր դուններ, երգինքը, որ Աստված պատրաստած էր իրեն համար, անոր համար Աբրահամ վրաններու մեջ կբնակեր։ Այստեղ կտեսնենք փանիմը գարոդություն պիտի չունենամ, որ գսե ապահովություն, բավարարություն և գադարյալ քոհացում ճշմարիտ հովիվի մեջ, Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Այս է։ Ուրիշ տեղ մը գսե նույն սաղմոսերքուն, երեսիդ արջև լեցուն ուրախություն կա, երեսիդ արջև լեցուն ուրախություն կա, և քուաչ կողմդ միշտ հաճություններ կան։ Ամեն անգամին այս խոսքեր երբ որ կգարտամ, փնակիրը միտքս կուքա, որ շատ ջոխ է։ Քուաչ կողմդ միշտ հաճություններ կան, հաճություններուն շիդակ թարգմանությունը գշտացում է, խորթազմոս որ գսե փնակիրը, գգշտանաս, գուշտ է մարդը, երբ ճշմարիտ հովիվը ունի իր կյանքի մեջ, և անոր գեհետևի, գուշտ է, գուշտ, քոհ է, անոր համար աշխարհի աղբերուն յետևեն չեր տար, իր ուրախությունը փնտրելու համար, ասինչ տեղը, ասինչ խրախճանքը գա, մարդիկ գսպասեն, թիկետը որքան ալելա գսպասեն այդ օրը, որտեղ անոթի են, գսե գնիկ երթակ քիչ փոխվինք, մարդիկ կփնտրեն այսպեսի արիտներ։ Հավատացյալին երթաս գսես, եգուր երթակ թիկետը իմ կողմես ծրի, ինչ պիտնեմ հոնգս է։ Այնքան որ գշտացած է, գուշտ է, գուշտ, ասի շատեր չեն ասկնար, գուշտ է, անոր համար Պողոս առաքյալ գսե, ամեն բան աղբ գսեմ, աղբ, զիբիլի մեջ, աղբ եմ, ան որ Քրիստոսը ճաշակած է, աշխարհի բոլոր հաճույքները աղբ գսեմ է, աղբ, չեն քոհացել, որտև կդած է Քրիստոս ճշմարիտ հովիվը, ան որ գճանչնա ճշմարիտ հովիվը փորձառությամբ գրնա վգայել, թե ան գադարյալ քոհացում դված է իրեն։ Եթե մեկը անոթի է, արջևը փարավոր սեղան մը գտնես,
Գուդե եւ գուդե, ամեն տեսակեն գուդե։ Հետո գսես որ ներ ուրիշ բան մնա շինածեմ, շատ համով է, դեղ չի գա։ Այդպես է, դեղ չի գա հոս։ Երբ Քրիստոս իր ներկայությամբ կթակավոր է, դեղ չի գա աղբերու, դեղ չի գա։ Անոր հոգին գշտացած է եւ աշխարհի անցողական փուչ խապուսիկ բաներու մեջ չի փնդրեր իր երջանկությունը եւ ուրախությունը։ Իրավ ցույց տվեք մեկը որ գրնա մարդուն հոգին գշտացնել, անոր ծարավը հակեցնել։ Միայն Տեր Հիսուս Քրիստոս, հովիվներուն հովիվը, միակ ճշմարիտ հովիվը։ Ես ալ գվգայեմ։ Այն օրը որ ճշմարիտ հովիվը սրդիս մեջ ընդունեցի, ան եկավ, փնագեցավ, քրավեց սիրտս։ Ամեն բան աղբ, ամեն բան, ինչ որ ծեր մտքեն գացնի եւ չանցնիր։ Յետև, որովհետև կդա իմ փնդրածս, ինչ է մարդուն պետքը, ինչ է, ներքին խաղաղություն, խղճի հանդարտություն, ջոխություն, ուրախություն, ներքին, երբ գտնես, այլևս փուչ խուսափիկ բաներու յետևը չես երթար։ Միայն Հիսուս գրնա մարդուն այս ներքին աշխարհը անոր սիրտը խաղաղեցնել, որ իր կյանքը ոչխարներուն համար գտնե, իր կյանքը թրավ եւ գտնե։ Մեր անմահ հոգին փրկության համար իր կյանքը թրավ եւ ան շարունակ մեզի հետ է, մեր հովիվն է։ Առաքյալը գսե Հիսուսին այնք, մեր հավատքին, առաջնորդին ու գադարողին։ Ան պիտի գադարե, մինչև վերջ, մինչև մեր երկնային դունը հասնենք, մեր ճշմարիտ հովիվը պիտի լա։ Երրորդ ճշմարտություն, բայց այս նյութը քալ գիրակի պիտի շարունակենք դերեգամի, զիս խոդավետ արոտներու մեջ կբարգեցնե։ Ինչ փարավոր ճշմարտություններ են ասոնք։ Անոր համար, այն մարդուն համար, որ Հիսուսի գեհետևի։ Այստեղ գտեսնենք, թե փարի հովիվը լրջորեն հետաքրքրված է մեր պետքերով։ Ան մեր հոգադարն է, ան մեր իսկական պետքերը գայթայթ է, ու ոչ թե մեր մարմնավոր փափակները։ Ան չսավ նայեցեք թաշտի շուշանները, թրջունները, ինչպես գահակվին, ով կգերակրե, ծեր հայրը, որ երկինքն է։ Հետաքրքրական է, շատ մեր հոգիներուն գտպչի, Հիսուս չսավ իմ հայրս, ծեր հայրը, որ երկինքն է, կխնամե, ծեր հայրն է։ Այո, ամեր պետքերը գիտե։ Շնորհքի տնտեսության մեջ ըստ նոր գդագարանի ուսուցման խոդավետ արոտները միայն նյութական բարիքները չեն, այլ այն հոգևոր բոլոր օրհնություններն են, ուր գվայելենք Քրիստոսի եկեղեցի մեջ, Աստուծո գենթանի խոսքով եւ սուրբ հոգվույն ներկործությունով մեր սրտերու մեջ, եւ այս մեզ քոհունակ եւ ուրախ կվայեն։ Բավարար է այս, բավարար է։ Այնպես որ, այո, ան մեզ խոդավետ արոտներու մեջ կբարգեցնե։ Երբ այդպես իրեն կհետևինք, այն ադեն կրնանք առաքյալի նմանսել, ամեն բան աղբ կսեպեմ։ Ինչու, որովհետև Քրիստոսի մեջ կդած էր դարսոնցի Սողոս իր հոգին գադարյալ հագեցումը։ Դերը իմ հովիվս է։ Երանի ամեն օր գարթաս այս հատվածը, 6 համարները, շատ չէ, դուր ժամանակ, և խոգա, խորերը իչիր, դերը իմ հովիվս է, իմ հովիվս բարզ մարդ մը չէ, դերն է,
հարուցյալ դերն է, իմ հովիվս է, ես գարոդություն պիտի չունենամ, զիս խոդավետ արոտներու մեջ կվարգեցնե, հանդար չուրերունքով ինձի գարաչնորդ է։ Երանի թե ամեն օր մեր այս փորձառությունը լա, Դավիթ, ինչպես որ այսպես կսե, վստահենք մեր ճշմարիտ հովիվին, անոր հանձնվենք եւ մեր բոլոր դժվարություններն անոր ցերկերուն հանձնենք, որպես հավատացյալներ եւ նաեւ որպես ասկ ժողովուրդ, Աստված ողորմի մեր ժողովրդին։ Իմ ամենօրյա աղոթքս է, որ Աստված ողորմի եւ այցելե մեր ժողովրդին։ Մտքեր լուսավորվին, ջանչնան ճշմարիտ հովիվը, փորձառությամբ անոր հետ քալեն, Բաշտեն զայն, անգեղծ սիրտով, ուղիղ հոգիով եւ տեսեք ինչպես Աստված պիտի օրհնե։ Բայց եթե սիրտը ձուր է, եկեղեցի գերտա, բարդականությունս ըրի, ես բարդականությունս գադարեցի, հետո ուզածին պես կյանք մգապրի, Աստված ձաղր չլար, ոչ ալ գխապվի, անգեղծ լանք եւ առաջ որ մեր դերը վերաթարնա, այս վերջին օրերու մեջ շատ մհայորդիներ Քրիստոսի դառնան, գիտակցությամբ եւ համոզումով, իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն այս պատգամին համար եւ դերը շնորհ է որ միշտ փարինք ճշմարիտ հովիվին որ իր հավատարմությամբ մեզ մի ամեն մեկուն բահեց հայթայթեց մխիթարեց մեր կյանքին մինչև այս օրը եւ ապրենք կյանքը Սուրբ Քրիստոսի սրբությունով որովհետեւ օրինակ լանք մեր շուրջիններուն 61-րդ երգը բերքենք, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոթքով պիտի փակենք։ Քաղցր է Հիսուսի վստահել, թնել արջին խոստումներ։ Հիսուսի վստահիլ թնել արջին խոստումներն անոր խոսքին վրա միշտ հանգչիլ հիշել այսպես կսերդեն Ես Հիսուսին կվստահիմ փորձած եմ զան շատ անգամ Հիսուս, Հիսուս, կաղց բրգիչիմ, շնորհ է միշտ վստահելամ։ Կաղցր է Հիսուսի վստահիլ, նաև մակրող իր արյան, բարս հավատքով ալնգմիլ, մեջ նախբյուրին սրբազան Ես Հիսուսի կվստահիմ փորձած եմ զան շատ անգամ Հիսուս, Հիսուս, կաղց բրգիչիմ շնորհ է միշտ վստահելամ Քաղցր է Հիսուսի վստահիլ, խաչել ես նումեղ բոլոր, կյանք հանգիստ իր մենթունիլ, խաղաղություն ալանտոր։ Ես Հիսուսի կվստահիմ, փորձած եմ զան շատ անգամ Հիսուս, Հիսուս, կաղց բրգիչիմ, շնորհ է միշտ վստահելամ
Ցնծությամբ քեզ գվստահիմ անքին բրգիչ բարեկամ գիտեմ թե քեզ միշտ մոտցունիմ ունենամ մի թարաժամ Ես Հիսուսի գվստահիմ փորձած եմ զանշատ անգամ Հիսուս, Հիսուս, քաղց բրգիչիմ շնորհեմ միշտ վստահըլամ Այո Տեր Հիսուս, Տուն քաղցրես մեզի համար, Տուն սկանչելի Դեր բրգիչ թագավոր եւ նաեւ հովիվ ես գոհվես մեր կյանքերը մենք կրնանք գադարյալ վստահություն ունենալ քո անուն իմաստությամբ օգնե որ այդպես ըլլանք Տեր կյանքի բոլոր բարականերու մեջ քեզի վստահենք եւ ամեն բան քեզի անցնենք Տեր արձակես մեզ քո խաղաղությամբ եւ այս խոսքերը մեր սրտերու մեջ թունթրոշվեն որբեսի աղեք հողի մեջ ծամվի և բդուղ պերը քու պարկիտ համար, ամեն։